Ողջույն բոլորին, ես եւս շնորհակալ եմ այսօր այստեղ գտնվելու համար, ուրախ եմ, որ եղանակը գոնե մեր կողմից է, ու չենք մրսի։ Իրականում մի բան եմ ուզում անեմ, քանի որ մենք անընդհատ թեզերից ենք խոսում, ես ուզում եմ կարճ, երկու բառով ձեզ ուղղակի մեջ բերեմ Իլհամ Ալիևի խոսքերը, որը նա ասել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, մոտավորապես 1 տարի առաջ։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանում պետական մակարդակով Արևմտյան Ադրբեջան կոչում են Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իլհամ Ալիևը հետևյալն է ասել. Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է։ Դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, հաստատվում է մեր պատմությամբ։ Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաները, թոռները կվերադառնան մեր պատմական հայրենիք, Արևմտյան Ադրբեջան։ Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիները անհամբերությամբ ու էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր եւ կապրեն այնտեղ։ 20-րդ դարը այս առումով շատ մեծ ողբերգություններ բերեց մեր ժողովրդի համար։ 1918 թվականի նորաստեղծ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը իր առաջին որոշումներից մեկով փաստացի Հայաստանին նվիրեց մեր պատմական քաղաքը՝ Երևանը։ Դա աններելի քայլ էր, դավաճանություն եւ հանցագործություն։ Մենք բոլորս դա շատ լավ գիտենք, եւ մեր ժողովուրդը դա պետք է իմանա։ Մենք երբեք չպետք է թույլ տանք խեղաթյուրել մեր պատմությունը։ Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից եւ նրա միացումը Հայաստանին հերթական հանցագործություն է եղել մեր ժողովրդի դեմ։ Ես ձեզ ամփոփ եմ ներկայացնում, ուզում եմ ասեմ, սա ուղղակի խոսույթ չի, սա ինչ-որ երևակայություն չի, սա փաստացի պետական քաղաքականություն է։ Ու թեկուզ ես այն մարդկանցից մեկն եմ, որ երկար տարիներ մինչև падգամավոր դառնալն էլ խոսել եմ Ադրբեջանում հայատյացության մակարդակի մասին, բայց շարունակում եմ մնալ այն համոզման, որ Հայաստանում չեն գիտակցում այդ մակարդակը։ Ուղղակի չեն հասկանում ու շատ արագ մոռանում են Ռամիլ Սաֆարովին, որ քնած հային կացնահարեց, հետո հերոսաբար Բաքվում Տիտղոսների բնակարանի եւ թոշակի արժանացավ դրա համար։ Մոռանում են, որ հաշված ամիսներ առաջ Հայկին զինծառայողին մասնատված կադրեր էին լուսանկարել ադրբեջանցիներ ու համացանցում հպարտանում էին դրանով։ Այնքան դեպքեր կա, ես չեմ ուզում հանրությանը նորից այդ ստրեսի ենթարկեմ, բայց երբ նայում ես այդ ամենը, ուղղակի սարսափում ես։ Ու ակնհայտ է, չէ, որ ադրբեջանցիները հասկացել են, երբ որ այդ հաղորդումը պատրաստել են, որովհետև դա կոնկրետ Ալիևի հրահանգով պատրաստված լրատվամիջոց է, իրենց պետական հեռուստաընկերությունն է, որ Հայաստանում կարող է X թվով մարդիկ, հիմա 20-ը կլինենք, 30-ը, վաղը 40-ը, հույսունամ հետո 1000-ն ու 5000-ը հասկանալու են խնդիրը, հասկանալու են, որ այս ժողովրդի ու այս պետության գլխին մի պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ մենք էլ երբեք ուշքի չգանք, որովհետև շատ ծանոթներ հաճախ ասում են, դե լիքը բան հաղթահարել ենք, 15 թիվ ենք տեսել հաղթահարել ենք, այս ենք տեսել հաղթահարել ենք։ Ժողովուրդ, կարող է գա մի պահ, որ էլ հաղթահարել ուղղակի չկարողանանք։ Այսինքն պետություն չունենալը դա վատագույն բանն է, որ կարա լինի ժողովրդի հետ։ Մյուս վատագույն բանն է, որ ժողովուրդը մտածի, որ նորմալ է, որ ինքը պետություն չունենա։ Նորմալ է, որ ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի, գնա միտեղ բնակարան առնի, ապրի։ Ինձ համար դա ամենասարսափելի սցենարն է, որ կարա լինի մեր պետությանը ժողովրդի հետ։ Ու դրա համար ես կարծում եմ, այո, այդ պատասխանատվության պահը զգալը ու դա կրելը ու դա առաջ տանելը ամենաբարդն է։ Ես երբեք թող մեծամտություն որևէ բան չթվա, այսինքն շատ կերազեի, որ այսօր մեր ժամանակներում Նժդեհ լիներ, Վազգեն Սարգսյան լիներ, բայց Նժդեհի մոտ այդ գաղափարը կա, որը անընդհատ ինձ ուժ է տալիս պատմության մեջ, դա կոչվում է վճռական մենակի գաղափար։ Այսինքն երբ դու գիտես ճիշտը որն է ու երբ բոլորը քո դեմ են, ամեն ինչ քո դեմ է, ժամանակաշրջանը, պայմանավորվածությունները, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 1919-ին, երբ Նժդեհը պայքարում էր Լեռնահայաստանի համար, որից Ալիևը մինչև հիմա դժգոհում է, բոլորը իր դեմ էին։ Ոչ պայքարի կամք կար այդ ժամանակ, բոլշևիկները, Երևանյան իշխանությունը, բոլորը նամակներ էին հղում Նժդեհին, ասում էին հանձնվի։ Ու ինքը գնաց պայքարի, ու ինքը հաղթեց այդ պայքարը, ու ինքը ապահովեց, որ մենք այսօր ունենք Սյունիք, ու մենք ունենք Հայաստանի Հանրապետություն։ Դա եղել է մոտավորապես 100 տարի առաջ։ Ու դրա համար մենք էլ այս ժամանակի պատասխանատուներն ենք։ Ցավոք սրտի մենք Նժդեհ չենք, մենք այդ կամքը, այդ ուժը չունենք, բայց մենք իրար ունենք, ու մենք ունենք այդ գիտակցումը, որ վտանգը լուրջ է, ու մենք իրար հետ այնքան բան կարող ենք փոխել, որ այս պահին մեզ անհավանական է թվում։
Բայց այդ կամքը, այդ ուժը ներսից է մարդու գալիս։ Ինքը եթե հավատացած է իր գործի ճշմարտությանը, նույնիսկ եթե ինքը մենակ է այդ գործում, ինքը հաջողելու է ինչ-որ փուլում, ինքը կարողանալու է այդ պատը կոտրի։ Ու դրա համար կրկին ասում եմ, եկեք միասին այս վտանգավորության շղթան փոխենք։ Եկեք միասին մի կետում այս հարվածը պահենք։ Եկեք մի կետում թույլ չտանք, որ հարևան բռնապետը որոշի մենք պետություն ունենալու ենք, թե չէ։ Էլ չեմ ասում, որ տեղի ճակերտավոր ժողովրդավարներն էլ որոշել են, որ ինչքան արագ ու շուտ հանձնվենք, այնքան ավելի ապահով։ Էդ եմ խնդրում ձեզ։ Եկեք միասին այդ որոշումը կայացնենք ու պայքարենք մեր որոշման համար ու կտեսնեք այդ հաջողումը։